Այսօր ես իմ օրը կանցկացնեմ խորը անտառում, որը լի է գիշատիչ կենդանիներով։ Լսար։ Եվ այնտեղ անցկացած ամեն 30 րոպեն իմ խաղային հաշվին կբերի ուղիղ $1։ Մինչ մուտք կգործենք դեպի խորը անտառ, գնանք սնունդ գնելու։ Մինչ կգնանք միսը գնելու, ցույց տամ թե ինչ կա պայուսակիս մեջ։ Մի անգամից սկսենք սրանից, այդտեղ կա ուղիղ 1 լիտր ջուր, այդ երկուսիս համար է, եթե ինչ։ Ուրեմն, այդտեղ ունենք այսենց որսորդական ձեռնոցներ, ունենք ֆանարիկ, դանակ, դե մարդ ես, անտառում ամեն ինչը կարա լինի։ Power bank, կրակայրիչ, որպեսզի կրակը վառենք, զուտ մեր ապահովության համար պայթուցիկներ եւ արիմոտիկ։ Մի խոսքով շատ քիչ քանակությամբ իրեր է մեր հետ։ Գնացինք մսի հետևից։ Մինչև առևտուրը արեցինք, արդեն ինչպես տեսնում եք մութը ընկել է, բայց դա մեզ ընդհանրապես չի խանգարի։ Իսկ թե ինչ են գնել խանութից, ցույց կտամ խարույկի մոտ։ Ինչպես տեսնում եք, ժամը ուղիղ 10:30 է, այս պահից սկսած ամեն 30 րոպեն արժի $1։ Գնացինք։ Ինչ վախենալու տեղ է, բայց լավ, հիմա ասես քայլենք, բա վերջը։ Հարմար տեղ ման գանք, հա, կրակի համար երևի առաջնային։ Սուր են կորը։ Խորա։ Սաղ գետնին այսենց փշերա, ոտերս ծակ-ծկում է։ Այս ֆանարը շատ թույլ է, առաջարկում եմ մեծը բացենք։ Արդեն օգտվում ենք պայուսակից։ Լստե։ Մի անգամից ձեռնոցներն էլ հագնենք։ Պատրաստ է։ Հիմա հանգիստ շարժվում ենք առաջ։ Այս լույսը նենց ուժեղ է գցում, վախս էլ չի գալիս, լստե։ Ցոր առավոտ լինի։ Առաջարկում եմ այս արանքով գնանք առաջ։ Այս ինչ վախենալու է, լստե։ Լսար։ Տնձեն եկավ այս կողմից։ Դզեց արա։ Ինչ սիրուն տեղ է։ Այդ նայինք ինչքան ժամանակ է անցել։ Որը լուրջ օր է։ 10:42 է։ Հələ ընդամենը 12 րոպե անցել։ Ես այսինքն $1 պիտի մոտավորապես մի 3-4 ժամ ստեղ մնամ, որ ինչ-որ խաղ կարենամ առնեմ։ Երկար գիշեր է սպասվում։ Տենում ես։ Արի գնանք։ Հələ որ սենց բարձրանանք, հեսա մի բան կմտածենք ինչ արժի անել։ Ճանապարհը սենց ներքև է իջնում, հաստատ չեմ իջնի հիմա ես։ Ավելի լավ է վերև գնանք։ Հետաքրքիր ծառեր են։ Եթե գիտեք ես ինչ ծառեր է, մեկնաբանությունների բաժնում գրեք։ Ինձ թվում է ինչ-որ պտղատու ծառ չի, ինչ-որ չգիտեմ ինչ, հա։ Եթե գիտեք ավելի կոնկրետ գրեք։ Ճանապարհը ստեղից արդեն փակվում է, առաջարկում եմ այսպես բարձրանանք վերև։ Այդ նայեք ինչ հետաքրքիր բույսեր է։ Որ կողմը նայում ես, տարբեր բույսեր է ու ծառեր է։ Ճիշտ ասած չգիտեմ էլ սենց ուր եմ գնում, բայց հիմնական նպատակը մեկն է, գտնեմ մի հատ հարթ տարածք, որ կրակ վառենք։ Իմիջիալոց մոռացա նշեմ, թուղթ վերցրել եմ հետս, որ հետո չասեք էլի, այդ որտեղից այդ թուղթը։ Բայց ես կարող եմ պուպիկա։ Եկեք այսպես իջնենք ներքև, մենակ բարձրանալով իմաստ չկա։ Ինչ սիրուն է։ Ձմերուգի։ Ձմերուգու։ Արի գնանք տնանք ինչ է գալի վերջներս։ Կարող ասենք 4 ճյուղերը հավաքենք։ Լավ է ճանապարհը կդժվարանա անիմաստ։ Տեղում կփորձենք ման գանք։ Ինչ-որ վայրի կենդանու կեղտ է, ֆու։ Ուղիղ 4 րոպեից կես ժամը կլռանա, այսինքն առաջին $1։ 30 րոպե անդադար քայլում ենք, չգիտենք ուր, ու քայլելն էլ ուղիղ քայլել չէ, սար ենք բարձրանում ճյուղերի արանքով։ Կյանքում սենց դժվար $1 չի աշխատել։ Այս 4 րոպեն հանգստանանք ստեղ, առաջին $-ը լռանա, շարժվենք առաջ։ Դադադադամ։ Մեր առաջին կես ժամը լռացավ, այդ նշանակում է իմ բալանսին ավելացավ ուղիղ $1։ Իրականում շատ լավ է, բայց այս ընդամենը առաջին կես ժամն էր։ Ես հələ գոնե պիտի մի 5-6 հատ այսպես կես ժամ այս անտառում ինչ-որ մի բան անեմ։ Շարժվում ենք առաջ։ Մի քանի 100 մետր էլ քայլեցինք, արդեն ահավոր ծարավ եմ։ Այս մեր թանկագին ջրից մի քիչ խմենք։ Խմես։ Արա պրծծի ջուր է։
Շարժվում ենք առաջ։ Իրականում ահա որ վախենալու անտառ է։ Հետաքրքիր ծաղիկներ։ Էս ինչա։ Շնորհավորում եմ ինձ եւ ձեզ։ Արդեն ուղիղ 1 ժամ այս անտառում եմ։ Բալանս ավելացավ եւս $1-ով։ Վերջին 10 րոպեն սկսեց քամի անել ու արդեն ցուրտ է, տաք շորերը չենք վերցրել։ Դրա համար արդեն պետքա շտապենք, մի հատ տեղ գտնենք, մեր թղթերի օգնությամբ կրակ վառենք։ Մինչև տեղը գտնենք մի կես ժամ էլ կանցնի կրակ վառել բան, արդեն կդառնա ժամ ու կես, մի ժամ ու կես 2 ժամ էլ ինձ թվում է կրակի մոտ դիմանամ, էլի վատ չի, արդեն կլինի ինչ-որ մի բան առնել։ Սա պրոստը փողդ գցեիր առներ էլի խաղդ, ինչ չսեք է անտառ։ Շարժվում ենք առաջ։ Ուրեմն այսքան ժամանակա ասես դիք էինք բարձրանում, հիմա արդեն սկսել ենք իջնել, այդ լավ նշան է։ Արդեն իրոք սոված եմ ու պետքա կրակի հարցը լուծել։ Այս սապոգներն է փոքր է վրես, ոտերս ցավում է։ Ու այս ինչ է։ Ամեն դեպքում չեմ ուտի։ Արդեն ահագին ուղիղացավ ճանապարհը։ Մի հատ էլ ջուր խմենք, արդեն կամացից մոտավոր տեղանք միտեղ կրակը փորձենք վառենք։ Միկում ջուր մնաց մեջը։ Իդեպ ժամը արդեն 11:50 է, այդ նշանակում է, որ ուղիղ 10 րոպեից մեր բալանսը կավելանա եւս $1-ով։ Գնացինք առաջ։ Դզեց, վայրի մասուրա։ Ափսոս հələ չի հասել, թե չէ շատ օգտակար բան է։ Գնանք առաջ։ Կարակ գուշակեք խեմ սենց ուրախ։ Տեսախցիկի Մարկոսն էինք փոխում, մեկ էլ տենամ ինչ։ Այդքան էլ ճիշտ։ Եվս $1 ավելացավ մեր հաշվին ու փաստորեն արդեն ժամ ու կես անտառում ենք։ Գնանք առաջ։ Ախ, բութս։ Իրականում շատ հետաքրքիր բաներ չի կատարվում, դրա համար ուղղակի քայլելը չենք նկարում, բայց այսքան ժամանակ անդադ հարմար տարածք ենք ման գալիս, արդեն 12:24 է, այսինքն եւս 20 րոպե մենք քայլում ենք, ու ինձ թվում է կարելի է արդեն այս հատվածում փորձենք կրակը վառենք։ Վերջապես։ Արդեն ցուստամ ինչեր կա պայուսակում, թղթեր, շատ թղթեր, այս մեր փրկիչն է։ Ստեղ ունենք այսպես փայտիկներ, շուտով կիմանաք ինչի համար է։ Ունենք բանջարեղեն, սմբուկ եւ բիբար եւ վերջապես Սարդելկա։ Մսի փոխարեն որոշեցի վերցնեմ սենց, որովհետև էս ավելի արագ կլինի ու համեր սիրում եմ։ Դե մնացածը արդեն տեսել եք, փորձենք վառենք կրակը։ Արաբա փեդ։ Հել հավաքի։ Լավ դե։ Հեսա լավը չոր է։ Եթե այս ծառի վրա կա, ուրեմն կլինի ստեղրանք։ Օպա, ինչ լավ չոր է։ Լավ եկեք ժամանակ չծախսենք, փետերը հավաքենք, հետ միանանք։ Մի հատ ստեղ նայեք, խնդրում եմ։ Բախտներս բերեց այս առումով, տարածքում շատ էր չոր փեդերը։ Օրա ժամը, անց 24 էր, չէ։ 12:35-ը, դա նշանակում է եւս $1 ավելացավ մեր բալանսին, արդեն 2 ժամ է ստեղ ենք, 2 ժամից մի քիչ ավել։ Փորձենք կրակը վառենք։ Անում ենք մեր կրակայրիչը, հեսա։ Կապի էլի խնդրում եմ։ Իմիջայլոս տվյալ պահին այս անտառներում մորեխների ճգնաժամ է, բայց բարեբախտաբար նրանք գիշերով քնում են, եւ մեզ հանդիպեց ընդամենը այս մեկ մորեխը։ Շատ երկար տանջվելուց հետո վերջապես կրակը պատրաստ է, մինչև այս կրակը կպավ հոգիս հելավ ճիշտն ասած, բայց բացում ենք փայտիկները, վերցնում ենք սմբուկը եւ այսենց մտցնում ենք մեջը եւ դնում ենք կրակի վրա։ Բացում ենք մեր սորդելկան եւ այսենց իդեալական է։ Նա բոլոր սարդելկաները պատրաստ եմ, անցնենք առաջ։ Պատրաստ է։ Խորոված է, շատ լավ բան է։ Բանջարեղենն էլ, ասես պրոստը կդնենք վրան։ Մաքուր փայտ է, էլի։ Այս մեզ աղբի համար։ Ինչ սոված եմ։ Հեսա մի քիչ խորովենք, մի հատ ժամը տենանք քանից նա вообще։
Մենք ժամը ստուգենք անցնենք առաջ։ Որ մենք մի ժամա կրակ էինք վառում, արա։ 1:40 է ժամը։ Մի ժամ անցել է, հա, համարյա։ Համարյա չէ, մի ժամից ավել դաժե անցել է։ Այսինքն պլյուս եւս $2։ Շատ լավ է։ Տարայրարայրարայրարամ։ Լմած տեղն է եկել ուղակի։ Սմբուկ, սորդելկա եւ բիբար։ Նայեք ուրեմն ինչ եմ հանում հիմա ես։ Աղ գնաց։ Հետից մի 4-5 ժամը բան չենք կերը, ես սկսեմ։ Ույն համով է, շատ համով է։ Մաքրում ենք բիբարը, անում ենք աղը ու գնաց։ Ուշ լավ է եղել։ Շատ համով է, հենց մի հատ ենք սրանից ուտում։ Ահա որ համով է։ Հələ բայց մի հատ էլ սրանից էլի։ Ինձ թվում է ամենահամովը էսա լինելու։ Չէր էփել, հա։ Դառն։ Ինչ էր արա։ Կծու դառը։ Երկրորդը դաժե չեմ փորձի։ Ֆու։ Ճիշտ ասած խանութից ըմպելիք էլ էի վերցրել։ Այո, բայց սա ճանապարհը հետ սաղը կարող է փշա։ Հələ։ Ոյ դզետ։ Ժամը ուղիղ 1:59-ն է։ Դա նշանակում է, որ եւս 1 ժամ անցավ, այսինքն պլյուս $1 իմ հաշվին, հենա խփեց երկուսը։ Տեսախցիկ անջատենք, մի հատ նորմալ հաց ուտենք ու միանանք։ Այնքան հաճելի էր այդքան երկար քայլելուց հետո ուղղակի նստել կրակի մոտ, որ ես չնկատեցի, թե ինչպես անցավ եւս 1.5 ժամ։ Այս ինչ լավ էր, լավ հաց կերանք, հանգստացանք։ 3:27 է, եկեք հաշվենք արդեն եւս $3 ավելացավ մեր հաշվին։ Կրակից էլ բան չի մնացել ընդհանրապես, արդեն ահավոր ցուրտ է, մութ անտառ ու քունը ստանում է ու вообще վախենալու է։ Հիմա մենք ահագին բարձր ենք, առաջարկում եմ միջավ իջնենք, մի ժամվա կարգի բարձրացել ենք, մի այդքան էլ կիջնենք։ Կլինի այսինքն ժամը 4:30-ի կողմերը ու կստացվի ես ժամը 10:30-ից մինչև 4:30 անցկացրեցի անտառում։ Դա կես ժամով անում է ուղիղ $12։ Մեր հետևից աղբը հավաքում ենք ու գնանք առաջ։ Մի բան մնաց անտառից հանգիստ խղճով գնալու համար, դա այս եղած կրակը հանգցնելն է։ Միշտ հիշեք, որ չի կարելի անտառում թողել թեկուզ աննշան կրակ։ Ժամը 3:32 է, ընկանք ճանապարհ։ Օդում նկատեցինք SpaceX ընկերության հայտնի արբանյակները, շատ գեղեցիկ տեսարան էր։ Իրականում շատ հետաքրքիր է ասենց պահերը, ինչքան էլ պահի տակ վախենալու է, մութ է, ցուրտ է, բայց մեկ ինչ-որ հետաքրքրություն կա այս ամեն ինչի մեջ, ասենց ինքդ քո հետ բնության հետ առանձնանում ես, ինչքան էլ անհարմար է, ոտերս ցավում է, մեկը այս ամեն ինչից ավելի շատ գոհ եմ, քան դժգոհ։ Բարձրանալու ճանապարհ արդեն քունը ստանում է, չեմ կարող խոսամ։ Բարձրանալու ճանապարհը արդեն տեսել եք, հետ գալը տենց երկար չեմ թողի մոնտաժով, ուզում եմ արդեն արագ գնամ հասնեմ ճանապարհ ու տաքսի կանչեմ գնամ տուն։ Դե ինչ կհանդիպենք ճանապարհի մոտ, գնացի։ Որը վերջապես, արա, հասանք փողոց։ Մի քիչ սպասվածից շուտ հասանք, ճիշտ է, ժամը 4:24 է, բայց ինձ թվում է ինձ կարելի է ներել այս 6 րոպեն, որովհետև արդեն հալ չկա վրես։ Առավոտյան արթնացա եւ հաշիվս լիցքավորեցի ուղիղ $12-ով։ Հենց հիմա ես տաքսի եմ կանչում, մնում է չոլերում բռնի տաքսի։ Տաքսի եմ կանչում ու գնամ տուն։ Բոլորիդ շնորհակալ եմ, որ մինչև այս պահը դիտեցիք վիդեոն։ Մեկնաբանությունների բաժնում 1-ից 10 բալային համակարգով գնահատեք այս տեսանյութը եւ գրեք տարբեր մտքեր, թե ինչ կցանկանաք տեսնել իմ ալիքում։ Նորից եւ նորից շնորհակալ եմ բոլորիցդ։ Կհանդիպենք 2 շաբաթ անց։